Միջև մեր հաղորդումը թողարկվի վստահաբար կալանավորված կլինի Անդրանիկ Թևանյանը։ Պարոն Սուրենյան, պետական դավաճանությունը, լրտեսությունը բավականին այսպես լուրջ ու ծանր մեղադրանք է։ Ընդունում եք սա։ Համաձայն եմ, եթե հիմնավոր է։ Ողաբեր չի իշխանությունը։ Նոր զրկվելու է իշխանությունից։ Գիտեք ինչքան հարցերի պատասխաններ պիտի տային։ Հարգելի աստատիտողներ, Եվրոմեդիայի զրուցակիցը Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորական թեկնածու Սուրեն Սուրենյանցն է, շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Պարոն Սուրենյանց, հայտնի դարձավ, որ ցուցակի երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանը այսօր արդեն ձերբակալվեց, ձերբակալելու որոշում կայացվեց լրտեսության մեղադրանքը այդպիսին է պետական դավաճանության մեջ, ընդ որում Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հանրահավաքի ժամանակ էր հայտարարել, ինչից հետո այս գործընթացը սկսեց։ Կուսակցության այսպես գրասենյակում են խոզարկություններ իրականացվում, ինչ է կատարվել, ինչ այսպես զարգացումներ են հնարավոր ու այս խոզարկությունների արդյունքում ինչ են հայտնաբերել։ Վերջին օրերին իշխանության ռեպրեսիվ քաղաքականության թիրախը հենց Բարգավաճ Հայաստանի թիմն է, ընտրական մեր կամպանիան եւ հիշում եք երևի, որ ամենից սկսվեց երբ Նիկոլ Փաշինյանը բավականին փողոցային բառապաշարով անդրադարձավ Նվեր Ծառուկյանին, հետո բանդիտական տոնով խոսեց Հարացեմենտը խլելու մասին, չնայած ինքը ասում վերադասում ենք ժողովրդին, բայց բոլորս հասկանալի է, չէ՞, որ ամբողջ աշխարհում սեփականության իրավունք ամենապաշտպանվածներից մեկն է։ Եվ վերջապես երեք ձերբակալվեց, այսօր էլ միջև մեր հաղորդումը թողարկվի վստահաբար կալանավորված կլինի Անդրանիկ Թևանյանը եւ նաեւ խոզարկություններ են կատարվել մեր տասնյակի մեկ այլ տեխնացու Արտուն Գրիգորյանի տանը, գրասենյակում, մեքենայում եւ այլն։ Պարոն Սուրենյան, պետական դավաճանությունը, լրտեսությունը բավականին այսպես լուրջ ու ծանր մեղադրանք է։ Ընդունում եք սա։ Համաձայն եմ, եթե հիմնավոր է։ Դե իրենք այսպես փաստերով ներկայացնում են գումարի Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո պարտության պատասխանատվությունից խուսափելու համար, եթե հիշում եք, տասնյակ լրտեսական իբրև թե բացահայտումներ արեց։ Հիշում եք, տարբեր զինվորականներ էին նստացնում, տարբեր մարկանց էին այդ հոդվածով կալանավորում։ Հետո կեսը փլուզվեց այդ գործերի, մի մասը դուրս եկան, որովհետև չհաստատվեց։ Զրո դատական ակտ կա։ Ես վստահ եմ, որ այս գործն էլ արժանանալու նույն ճակատագրին։ Պատճառ չունեմ լուզեր ստախոս մեկին հավատալու եւ մեր գործընկերոջ փաստարկներին չվստահելու։ Ես ձեզ ավելին ասեմ, երևի ձեր աչքի առաջ է եղել այն ոճը, որով այս գործը հարուցվել է։ Մի հիշում եք, չէ՞։ Դες բան համաշխարհային պատմության մեջ վստահաբար չի եղել, որ պետության ղեկավարը հանրահավաքում պատվեր տա իրավապահ մարմիններին, նույնիսկ հոդվածի նկարագրությունը տա, հարարքի նկարագրություն տա, այսինքն դա ուղիղ պետական ինստիտուտները ռեպրեսիվ մեքենայի վերածելու փորձ է։ Նման ձևով գործ կարելուց հետո հիմքերի արժանահավատության մասին խոսելու համար պետք է առնվազն քաղաքականությունից անտեղի։ Նայեք ինչ ասում է։ Մաքուր քաղաքական ռեպրեսիա, Ասում է էլի կան գործակալներ, ուղղակի սպասում ենք իրավապահներ ուսումնասիրում։ Դե հիմարություն է դուս տալի, որովհետեւ տեսեք, հենց այս դրվագում հիմա Անդրանիկ Թևանյանի դրվագին գամ։ Բա դու մեկի անունը տալիս ես, նրան մեղսագրում ես, շատ լուրջ, ինչպես դուք ասեցիք, մեղադրանք, ճիշտ է։ Բա հետո թողում ես այդ մարդը 48 ժամ դրսում լինի։ Այսինքն այդ հիմա վերանանք Անդրանիկ Թևանյանից, երբ որ նման ծանր մեղադրանք ես հասցեագրում մի մարդու, այդ մարդուն կարող են վնասել այդ 48 ժամվա ընթացքում։ Ինքը իրեն կարող է վնասել, կարող է թաքնվել, կարող է դիմել փախուստի, հազար բան կարող է պատահել։ Գիտեք, այնքան շատ են այս գործում նշանները, որոնք վկայում են այն մասին, որ քաղաքական պատվերի հետ գործ ունենք։ Դրա համար ես չեմ էլ ուզում իրավական բաների վրա կենտրոնանամ, էլի։
իրավական բաղադրիչի ես գործել, որտեղ ինքը Եթե հետ վերադառնանք, այսպես ստացվում է, որ մինչ իրավապահների գործի անցնելը կամ այսպես առաջինը լինելու մղումը դրթեց, կամ այսպես հրահանգեր, որ ինքը առաջինը սկսեց Դա խով է իրենք թույլ տվել արձակուրդում գտնվելու ընթացքում իրավապահների զեկույցը ստանալ։ Պաշտոնապես ինքը այս պահին գտնվում է արձակուրդում նախընտրական արշավին որպես տեխնացու մասնակցելու բերումով, հա։ Դուք էլ չեք գիտեք, ինքն էլ ասել։ Կարծեմ նույնիսկ ասել է, որ ընդամենը մի օրով է այդ գարու արձակուրդից մայիսի 28-ի այդ երևի զորահանդեսը ընդունելու համար։ Ինքը արձակուրդում է, կա վարչապետի պարտականությունները կատարող մարդ, Մեհեր Գրիգորյանը։ Հետևաբար այս ընթացքում իրավապահ մարմինները իրենց զեկուցելու անհրաժեշտություն եւ պարտականություն չունեն։ Բայց այս դեպքում զեկուցում են արձակուրդում գտնվող մեկին ինքն էլ այդ ինֆորմացիան օգտագործում է իր դիմախոսի դեմ։ Բոլոր առումներով սա տիպիկ ավտորիտար քաղաքական մշակույթի դրսևորում է, ինչի հետ գործ ունենք։ Մշտապես սիրում է, չէ՞, այսպես առաջինը անասավորել, առաջին ինֆորմացիան իրենից դուրս։ Իսկ գստահ եք, որ ինքը առաջին անուսավորում է, թե ինքը հանձնարարություն է տվել, որպեսզի հանձնարարությունը անշեղորեն կատարեն, մի հատ հրապարակային պատվեր է տալի, որովհետև երրորդ դեպքն է։ Երրորդ դեպքն է, տեսեք, մեր հետ կապված երրորդ դեպքն է վերջին 8 օրվա ընթացքում։ Իդեպ հենց Գագիկ Ծառուկյանին էլ է ասում լրտես նախկին նախագահներին։ Պատասխանեմ, բայց երրորդ դեպքն է։ Առաջի դեպքը այդ որ ասեցի, Նվեր Ծառուկյանի մասին բանը ասում, մի քանի րոպե հետո դատախազության հաղորդագրություն։ Արա ցեմենտի մասին բանը ասում, մի ժամ հետո դատախազության հաղորդագրություն։ Անդրանիկ Թևանյանի մասին մի բան ասում, ինչ-որ ժամանակ հետո դատախազության հայտարարություն։ Սա նշանակում է իրավապահ համակարգը վերածվել է ռեպրեսիվ մեքենայի կամ իշխանության քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Սա մեկ։ Երկրորդը թող պարոն Ծառուկյանը դրան լավ պատասխան է տվել։ Ասել է, եթե ինչ-որ մեկը տես բանը ասե ու չապացուցի, ինքնական թող գա իմ առույցների վանդակը մտնի։ Հիմա ասենք, գիտեք, կենցաղային բառամթերքում բեզաչոտնիկ արտահայտություն կա։ Եվ որ մարդը ինչ-որ արտահայտություններ, ինչ-որ պնդումներ անում առանց որևէ հիմք ունենալու։ Այդ ինքը չէր, որ լրտեսական վարքագիծ էր ցուցաբերում։ 44 օրյա պատերազմի օրերին, եթե կհիշեք, այս մարդը ռուսական հեռուստաընկերություններից մեկին, կարծեմ Ռեբեկային տված հարցազրույցում, պատմում էր կոնկրետ ռազմական գործողության մասին, որ Հայաստանի զինված ուժերը պիտի իրականացնեն։ Դա գաղտնիք պարունակող ինֆորմացիա է։ Փաստորեն ինքը օտար լսարանի պատմում էր այդ մասին։ Հասկանում եք, ինձ թվում է նաև իր մոտ ֆոբիաներն ու իր հոգեկան նյարդային վիճակը։ Ինչ ֆոբիաներ։ Ֆոբիաներ կարող է ունենալ, հավերժ չի իշխանությունը։ Նոր զրկվելու է իշխանությունից։ Գիտեք, ինչքան հարցերի պատասխաններ պիտի տա ինքը։ Իսկն բան տեղի չի ունեցել 8 տարում, որ։ Բայց դե ամեն դեպքում ինքը հիմա ասում է, ես այդպես հանրության հետ շփումներից ակնկալիքներն են 65%-ի։ Վերջերս հրապարակվեցին հարցումներ։ Դե կա ընդհանրապես ընտրությունների չեղարկի 100% գրի։ Հարցումներ հրապարակվեց, որ միայն այս պայծրությամբ իշխող ուժն է մտնում խորհրդարան։ Ամերիկացիների։ Այո։ ԿՊ-ում են արել այդ հարցումը։ Ինքը պիտի շատ լուրջ մտահոգվի, որ ԿՊ-ում արված հարցման արդյունքներում ընդամենը 38% ունի։ Մենակ ԿՊ-ում այդ թիվը հնարավոր։ Բաշրանյաց ուզում եմ իմանալ խոզարկության ընթացքում ինչ-որ այսպես Ես տեղյակ չեմ անկեղծ ասած, բայց որևէ իրական բան բնականաբար հայտնաբերած չեն լինի, թե չեմ այդ մասին 100 անգամ ասել եք։ Տեղյակ չեմ, ընդհանրապես իրավական բաղադրիչ ես գործի, ինձ, մեզ, մեր քաղաքական թիմին հետաքրքիր չի, որովհետև պատճառը հետևանքային կապով շատ հստակ քաղաքական պատվերն ու հանձնարարություն տեսանելի է։ Իսկ այս հայտարարությունը հաշվի առնելով, որ էլի կան գործակալներ, առաջիկայում նոր պատասխան, հա, ինչ ուզի կանի։ Ձերբակալություններ։ Ես ոչինչ չեմ բացառում։ Այս մարդու ֆանտազիան վատ արարքներ անելու հարցում անսպառ է։
Ոչինչ եկեք չբացառեմ։ Եթե խոսենք ընդդիմադիր շրջանակներից, այդտեղ ինչպիսի պատկեր կա, պարոն Սուրենյան։ Դե գիտեք, ընդդիմությունը քարոզարշավի մեկնարկից սկսած կարողացել է մասնակիորեն հասարակական ակտիվությունը բարձրացնել, դերևս կեսին ենք հասել, ես հույս ունեմ, որ մենք մինչև հունիսի 7-ը կհասնենք մի մակարդակի, որ մեր հասարակության 60%-ը ցանկություն կունենա այդ օրը տեղամասեր գնալու, դա երաշխավորված Նիկոլ Փաշինյանի պարտությունն է ենթադրում։ Այսինքն ընտրությունների ելքը մեծ մասամբ մասնակցություն թիմնավորոշելու, թե չէ իշխանության վարկանիշը գահավիժած է, նրանց միակ հույսը ռեպրեսիաներն են դրա համար անում, որ հասարակությունը հուսահատության մեջ լինի, ապատիկ տրամադրությունները գերիշխող լինեն, տեղամասեր չգնա։ Պարոն Սուրենյան, անկեղծ է, եթե այսպես խոսենք, եթե տեսանյութերը նայենք իրենց քարոզարշավի, հա, տեսնում ենք, որ շատ դեպքերը մարդիկ այսպես կռիվ են անում, որ այդ քարտեզից ստանան, այդպես, հա, այդ իրենց լոգոներից ստանան, սրտիկներից։ Այս ամենը կարող է բեմադրած լինել։ Սա խոսում է։ Չէ, ամեն ինչը իհարկե բեմականացված չի, ամեն ինչը բեմականացված չի, ես հեռու եմ այդ մտքից, որպեսզի պնդում անեմ, որ ինքը ընդհանրապես հենարան չունի, հեռու եմ այդ մտքից, ինքը այնուամենայնիվ ինչ որ սոցիալական հենարան ունի։ Դուք դա նշեցիք, ես էլ եմ մի երկու նման կադր տեսել, ապշեցրել է ինձ, բայց աշխատել եմ իմ չափանիշներով չդատել այդ մարդկանց։ Բայց մյուս կողմից մենք հատկապես Երևանյան իր քարոզարշավի սկանդալային բազմաթիվ պատկերների ենք ականատես լինում, այն որ ճակատին ասում են, այն ինչ որ մտածում են, դու մի դեպք չի, երկու դեպք չի, երեք դեպք չի, այսինքն բա հասարակությունը ռեալ բևեռացված ու պարակտված է։ Իդեպ այդպես իդեպ շատ ջերմ ընդունելության նաև մենք ենք արժանանում։ Բայց էլի այնպես չի, որ ամբողջ հասարակությունը մեր հետ է, էլի, այսինքն բևեռացված է հասարակությունը, ինչը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքներից մեկն է նաև։ Երբ որ վերջերս իրեն հարց ուղեցին այդ խոսույթի բառապաշարի հետ կապված ագրեսիվ, մոտավոր միտքն եմ, ես բառացի չեմ հիշում, որ ասեմ, միտքը այսպիսին էր, որ ես փորձում եմ հանրության մոտ էմոցիաները, ես որ այդպես խոսում եմ, հանրության մոտ էմոցիաներ են արթնանում, ու այս նպատակով է այս խոսույթը կիրառվում, այսինքն տեխնոլոգիական։ Այսինքն կարշաբերանությունը էմոցիա առաջացնելու համար է։ Դեսալից հետո հենց էմոցիոնալ փորկում ունենամ, իրան կահայոյ եմ։ Թողտիպությունն էլ ասենք իրան կահայոյ եմ եթերում։ Չէ, երբ որ տես բառապաշար ես օգտագործում, առաջինը հասարակությանը չես հարգում, հետո նոր այն մարդուն ում հասցեագրում ես այդ բառերը, որովհետև հասարակությունն է, չէ, վերջո լսում այդ բառերը, չի կարելի պլինդուսից ներքև իջեցնել քաղաքական մշակույթի մակարդակը։ Գարշաբերան, գարշահոտ արտահայտությունները էմոցիայի հետ ինչ կապ ունեն, դրանք փողոցային կրքերի արտահայտություն են, այդ բառը։ Դե բայց ընտրողը օրինակ հանրության այսպես նաև կարիք ունի, չէ՞, այդ կայքի, այդ էմոցիաների։ Դուք հասարակության որ շերտերի թակավորն է ինքը։ Դա տենց հայաբերան այդ մշակույթը կրողներ կա մեր հասարակության մեջ։ Բայց քիչ չեն։ Դե հիմա Երևան ընտրությունների արդյունքներով մեծամասնություն էլ չեն վստահաբար։ Բայց ենթադրում եմ, որ տես խավել կա, այո։ Միայն Հայաստանում չէ իդեպ։ Նման խավեր կան աշխարհի տարբեր երկրներում, բայց դա իշխանության սպառվածության հետևանք է, թե քո էմոցիա առաջացնելու եւ քո էլեկտորատին կոնսոլիդացնելու համար այդ բանալի բառերն են քեզ պետք։ Դա խոսում է որպես իշխանություն քո սպառվածության մասին։ Պարոն Սուրենյան, քարոզարշավի հետ կապված մի վերջին հարց արդեն ինչպես ասեցին, կեսն է մոտենում։ Դեռ Բարգավաճի չի ասա ով է տեխնացում։ Ես ձեր եթերում մի անգամ շատ սպառիչ այդ հարցին պատասխանում։ Վերջնական չէ։ Ուրեմն տեսեք, շատ հստակ բանաձևած հիմա կասեմ։ Եթե մենք ստանում ենք 50 գումարած 1, այսինքն մեծամասնություն ենք լինում, մեր վարչապետի տեխնացուն լինելու է Գագիկ Ծառուկյանը։ Եթե մենք ընտրարշավին կմոտենանք
ընդդիմադիր ուժերի մեջ առաջինը, ակնկալում ենք, որ մյուս ուժերը մեր վարչապետի տեխնացուին կաջակցեն, ելի այդ դեպքում կլինի Գագիկ Ծառուկյանը։ Եթե ընդդիմադիր այլ ուժ առաջատար լինի, նրան պատրաստ եք մենք պատրաստ ենք պաշտպանել, այո։ Պարոն Սուրենյան, վերջերս այսպես ռուսական կողմից մի այսպիսի առաջարկ է հնչել կոմունիկացիաների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը, ինչ են ասում, առաջարկում են ալտերնատիվ ճանապարհ Թրամփի ուղուն, այսպես ալտերնատիվ տարբերակ, ես այսպես մեջ բերեմ, հա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ճանապարհ դեպի Հայաստան։ Ու ինչ են ասում են, եթե կա Թրամփի ճանապարհ Ադրբեջանից դեպի Թուրքիա, ապա ինչու չի կարող լինել Պուտինի ճանապարհը Ռուսաստանից Աբխազիայի եւ Վրաստանի միջոցով դեպի Հայաստան։ Կոմունիկացիաների դիվերսիֆիկացիա միայն ողջունելի է։ Բայց հնարավոր է եթե Թրիփը խախտում Հայաստանի ինքնիշխանությունը իրավազորությունը, ակնհայտորեն խախտում է, բայց գնահատական չեմ տալ ինքը լավն է թե վատը։ Ակնհայտորեն այն back office, front office կարգավորումները դա խախտում է մեր ինքնիշխանությունը, իրավազորությունը, կը սահմանափակում է այդ իմաստով եմ ասում։ Այս առաջարկը, որին ես ծանոթ եմ, որը ենթադրում է, որ Ռուսաստանից Աբխազիայի միջոցով երկաթուղով Վրաստանով նաև անցնող Հայաստանը Ռուսաստանի հետ կապ պիտի ունենա, մի խոսքով Վրաստան Աբխազիա այդ ճանապարհով, այստեղ խնդիրը Աբխազիան է, ու այդ խնդրի չկարգավորված լինելը, բայց այդ հնարավոր ինչ է շահելու, ինչ է տալու Հայաստանը։ Այս շատ շահեկան է, որտեղ են լարցի խոչընդոտները եղանակային չեն լինելու, ավելի երկաթուղին բեռնափոխադրումներ անելու ամենահուսալի միջոցներից մեկն է, եւ եթե հաշվի առնենք, որ մեր արտաքին առևտրի գերակշիռ մասը մենք իրականացնում ենք Ռուսաստանի հետ, շուկան մեր կողմնորոշված է դեպի ռուսական շուկա, սա ուղղակի Հայաստանի համար կլինի տնտեսական արտաքին կապերի զարգացման տրիգեր։ Ես մենակ կողմ կլինեմ, եթե Հայաստան, Ռուսաստան, Վրաստան եռանկյունում բանակցությունների եւ օպտիմալ լուծումների ճանապարհով այս խնդրին լուծում կգտնի։ Բայց դե ակնհայտ է, որ ընտրություններից հետո սա կարող է այսպես կախված թե ով կլինի իշխանության։ Սա հեռանկարային պրոյեկտ է, ով է լինի իշխանության, եթե նույնիսկ դույզնինչ պետական մտածողություն ունի, պիտի այս լուծմանը գնա։ Իշխող ուժի դեպքում այս հարցը քննարկման արագ Գիտեք, իշխող ուժը սատելիտ է, թե Ադրբեջանի համար, թե գլոբալիստական արևմուտքի, գուցե նրանք Ադրբեջանից Հայաստանի կախվածությունը մեծացնելու նպատակով չգնան նման լուծումների։ Թույլ չտան այսինքն գործել։ Իսկ ինչպիսի մեխանիզմներով, ինչպիսի ժամկետում եք պատկերացնում։ Սա առաջին հերթին Ռուսաստանն ու Վրաստանը պիտի պայմանավորվեն, որտեղ վեճ իրանց մեջ է։ Հայաստանը այստեղ վեճ չունի մեծ հաշվով։ Ռուսներն ու վրացիները կարող են ընդհանրապես այս հարցի հետ շուրջ պայմանավորվել, թե ոչ դժվար է ասել, ու Վրաստանի իշխանությունը բավականին ռացիոնալ է, ես չեմ բացառում նման հնարավորություն, որ իրենց համար էլ է շահավել տնտեսական առումով։ Ժամկետները շատ մեծ լավատեսություն պետք չի ունենալ, որ դա վաղը կամ մյուս օրը լուծվելի խնդիր է։ Բայց ես կարծում եմ, այս ուղղությամբ բանակցություններ եւ աշխատանքներ տարվեն։ Շնորհակալ եմ, պարոն Սուրենյան, ձեզ զրույցի համար։ Հարգելի հաստատիտողներ, Եվրոմեդիայի զրուցակիցը Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորական թեկնածու Սուրեն Սուրենյանցն է։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։